Բարև բոլորին, ովքեր անհամբեր սպասում էին Բարև Օլիմպոսին։ Գոհար խոստովանենք, որ կարոտել ենք մեր տաղավարը, վաղուց այստեղ չէինք եղել ու նաև մեր գործընկերներին։ Այո, շատ հաճելի է կրկին վերադառնալ, մանավանդ ունենք այսպիսի սպասված հյուր։ Իսկ նա աշխարհի ու Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանն է, որը օրեր առաջ աշխարհի առաջնությունից վերադարձել է բրոնզե մեդալով։ Ողջույն Սլավիկ եւ շնորհավորում ենք այդքան սպասված մեդալի կապակցությամբ։ Ողջույն ձեզ, շատ շնորհակալ եմ։ Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ ձեր տաղավարում։ Սլավիկ, եկեք մեր զրույցը սկսենք երրորդ տեղի համար գոտեմարտից, բայ, այդ ինչ էր կատարվում այդ ժամանակ մեզ հետ, պատկերացնում եմ թե քեզ հետ, մարզիչների հետ ինչ էր կատարվում, ինչպես տրվեց քեզ հաղթանակը, Ղրղըզ մարզիկը կարծես չէր ուզում հեշտ հանձնվել։ Այո, մի քիչ բարձ ստացվեց գոտեմարտը, Ղրղըզ մարզիկն էլ ինքը փորձառու մարզիկ էր։ Չգիտեմ, սկզբից մի քիչ իմ համար դժվար գնաց գոտեմարտը, որտեղ միավորներով զիջում էի, հետո կարողացա բեկել ընթացքը։ Չգիտեմ, պայքարեցի միջև վերջ, արեցի ամեն ինչ հաղթելու համար եւ դրա համար կարողացա հաղթել։ Առաջին մրցափուլից հետո զիջում էր 5-1 հաշվով, հիշում ենք այն դրվագը, երբ անգամ մարզիչը Արմեն Բաբալարյանը բռնեց գլխից, շատերս ենք այդ պահին երևի նույն վիճակում, չգիտեինք արդյոք կկարողանաս հետ բերել միավորները, չէինք էլ մտածում կհաղթես, թե որ դու ինքդ ոնց էիր տրամադրում քեզ եւ ինչը օգնեց, որ չհանձնվես։ Ճիշտն ասած, ես էլ չէի պլանավորել, որ պետք է այդպես ընթաներ գոտեմարտը։ 4 միավորնոց հնարքված թողեցի։ Նույն մոտ էլ դες մի քանի վայրկյան մի քիչ կարելի է շոկային վիճակ էր, բայց հետո հասկացա, որ կարող եմ իդ բերել կորցրածը, ու կարելի է իմ դեպքում մի քիչ տենց դեպքը շատ է լինում, դրա համար մի քիչ կարողացա ավելի շուտ հասկանալ ու փոխել իմ ընթացքը։ Չգիտեմ, սկզբից ճիշտ ասած համ մի քիչ իմ մոտ էլ ոնց որ ընկեր Արմենի մոտ մի քիչ տենց լավված ստացվեց։ Իմ մոտ էլ տենց մի քիչ չգիտեմ, խառնվեցի իրար այդ բանին, բայց շուտ անցավ ու կարողացա, չգիտեմ, հավաքվել ու ելբերել միավորներս կորցրած։ Ինչի շնորհիվ կարողացար, հավատում էիր, զգացիր, որ մրցակիցդ ունի թույլ կողմեր ու կարող ես օգտվել, թե ցանկությունը, որ ես ուզում եմ մեդալակիր դառնալ։ Ու ցանկությունը շատ մեծ էր։ Մեր ցանկությունը այդ ժամանակներում, չգիտեմ, նույն դեպքում մեկ ես տենց զգացել եմ, որ կարետ շատ ցանկություն էր քեզ այդ բանը խանգարի։ Ցանկությունը շատ մեծ էր ու դրա համար ես արդեն իմ մեջ ունեցի պլանավորել, որ պետք է ամեն ինչ անեմ այս մեդալը նվաճելու համար ու ուզում էի, չգիտեմ, ամենավերջին ուժերս գործադրել, եթե նույնիսկ, չգիտեմ, չստացվեր, որ հետագայի համար գոնե ինչ չմեղադրեի։ Դրա համար ամեն ինչ գործադրեցի, որպեսզի կարողանամ հաղթանակի հասնել, չգիտեմ, փառք Աստծո ստացվեց։ Մենք երկրորդ մրցափուլում լրիվ ուրիշ Սլավիկ տեսանք, զայրացած, այսպես կատաղած, համ իր վրա համ մրցակցի, որը զգացում էր չի կորցնելու առավելությունը, փորձելու է հաղթել, ինչն էր քեզ օգնում, ոնց էր տրամադրում քեզ։ Ճիշտն ասած, այդ որ նշեցի այդ սկզբից, որ 4 միավորներից հնարքված թողեցի, այդ մի քանի վայրկյանն եղել, որ տենց մոտս մի քիչ լարված էր։ Հետո բայց էլի անկեղծ հավատում եմ, որ կարող եմ հաղթել, ունեցա մրցակիցս շատ լավն էր, պատահական մարդ չէր էլի, որ մտածեի թեկուզ, չգիտեմ, 7-0-ից էլ կարող եմ գալ հաղթել, ամեն միավորը կարևոր էր, բայց չգիտեմ, տենց մեջս ոնց դուք նշեցիք, հավատում էի ու դրա համար, չգիտեմ, չուզեցա հանձնվեմ ու փորձեցի ամեն ինչ անեմ այդ հաղթանակի համար, չգիտեմ, բայց 15 սպասում էիր 15-5-ին։ Դե անկեղծ որ ասեմ 15 չէ, որովհետև այդ ժամանակ մտքովս չէր անցնի, ուղղակի ուզում էի գոնե մեկ միավորով առաջ անցնել ու կարողանալ արդեն ես մի քիչ թելադրեմ գոտեմարտը, որ ինքը փորձի արդեն սխալվի, բայց ունեց ստացվեց, որ այդ լարված իրավիճակում կարողացա հնարքի գնալ եւ արդեն ուսուր ավելի շատ տեսա բաց տեղերը ու կարողացա ավելի շատ միավորներ ձեռք բերել։ Բայց հոգնել էիր։ Ու ոգևորվել։ Նու անկեղծ պայտակ շատ էի հոգնել ու չգիտեմ, դες մտածում էի կամ հիմա պետք է ամեն ինչ տնեմ կամ հետո կարող է ուշ լինել, որովհետև արդեն առաջի մրցափուլն էլ անցել էր ու ժամանակ էլ չկար էլի։ Դրա համար չեմ թաքցնի հոգնել էի շատ, բայց չգիտեմ, կարողացա էլի։ Բայց պարգևատրվեցիր մեդալով։
հոգնածության դիմաց։ Եթե հետ դառնանք եւ հիշենք ընդհանուր աշխարհի առաջնությունը, դու 4 գոտեմարտ հաղթեցիր, մեկում պարտվեցիր, զգացում էր, որ պատրաստ ես եւ եկել ես մեդալ նվաճելու։ Դու քո ելույթները ինչպես կգնահատես աշխարհի առաջնությունում։ Ճիշտ ասած, լավ էի պատրաստվել ու լավ մարզավիճակում էի։ Դա համել մրցահարթակում էլ դա զգացի, որ լավ մարզավիճակում եմ։ Ուզում էի, որ, չգիտեմ, ոսկի նվաճեի ու անում էի դրա համար ամեն ինչ, չգիտեմ, էլի երևի միտեղ ինչ-որ մի բան բաց թողեցի կամ, չգիտեմ, չստացվեց։ Ու էլի մեկ միավորի տարբերությամբ պարտվեցի այդ մի գոտեմարտը։ Չգիտեմ, ընդհանուր առմամբ ինձ լավ է զգում ու նենց ամեն գոտեմարտն էլ, չգիտեմ, այդպես թույլ մրցակցի չեմ մրցել, որ այնտեղ էլ եւ մեր քաշեն կարգում 30-40 հոգի մարզիկ կային, երևի 1-2 հոգի որ կարող առանձնացնել, որ տենց մի քիչ իրենց համար նրանք չէին պայքարելու մեդալների համար, իսկ բոլորը մնացածը ուզում էին մեդալի համար պայքարեին ու դրա համար շատ լարված էր ստացվում։ Չգիտեմ, պատասխանատվությունը մեծ էր, կարողացա էլի, չգիտեմ, այս անգամ երրորդ տեղ գրավել, այս անգամ կփորձեմ ավելի բարձր հարկի մեդալ նվաճել։ Սպասում ենք։ Բրոնզները վերջապես պետք է հաղթահարես այդ շեմը ու ավելի բարձրանաս դեպի արծաթ, ոսկի, ի վերջո չեմպիոնություն ենք ուզում նաև քեզանից ու ժամանակն է։ Հա, մի քիչ իմ մոտ բրոնզները շատ է ստացվում, չգիտեմ, դա շատ են ինձ ասել, դա գիտեմ էլի, որ չասել։ Ոչինչ բրոնզով բավարարվենք ու ձգտենք ավելի։ Մի պակար, որ այդպես բրոնզ էի նվաճում, հետո նենց էր, որ ես 2 տարի ոնց որ դադար եղավ, չէի կարողանում մեդալ նվաճել, ու էլի այդպես մոտ էի լինում։ Ու հետո հասկացա, որ երբ որ բրոնզն չի լինում, դու արդեն նկոպցած էդ ես գնահատում, ու այն ժամանակ էլ էի գնահատում, ուղղակի ոնց այն ժամանակ դու երբ որ ունենում ես, արդեն ուզում ես ավելիին։ Հիմա դրա համար տենց չեմ մտածում անկեղծ, այս բան իմ համար այս բրոնզը ոսկու չափ արժեք ունի։ Չգիտեմ, իմ համար ես մի քիչ բարդ ճանապարհ եմ անցել, այս մեդալի համար շատ կարևոր էր։ Ինձ թվում է վստահություն կտա այս մեդալը իմ համար, որ կարողանամ ոսկի նվաճել մյուս անգամ։ Մենք ամեն մեդալն ենք գնահատում, կապ չունի պարտադիր չի ոսկի լինի, որովհետև տեսնում ենք այն ջանքերը ու աշխատանքը, որ տանում եք, ու դրա համար միշտ ձեզանից ավելին ենք պահանջում, մի քիչ էլ երբեմն մի քիչ քննադատում ենք, որ տեղ հասնի եւ արդյունքի բերի։ Բայց միևնույն ժամանակ նաեւ ցավում ենք, երբ որ ինչ-որ բան չի ստացվում եւ որովհետեւ իսկապես ինչպես Հասմիկը նշեց, տեսնում ենք թե ինչ ճանապարհ, ինչ դժվարություններ եք հաղթահարում ու արժանի եք ամեն դեպքում ավելի բարձրին։ Դու 2019-ին դարձար աշխարհի բրոնզե մեդալակիր, սա քո երկրորդ մեդալն էր։ Կար զգացողությունների տարբերություն, թե ճիշտ ասած տարբերություններ կար, այն ժամանակ արդեն 6 տարի անցել է։ Այն ժամանակ մի քիչ ավելի երիտասարդ էի։ Այն ժամանակվա այդ մեդալի քաղցրությունը մի քիչ ուրիշ էր, ոնց որ առաջին անգամ էր, որ մեծահասակներում նոր էի տեղափոխվել մեծահասակներ ու ստացվեց այդպես շուտ մեդալ նվաճելը։ Ավելի քաղցր էր։ Չէ, այդպես ոնց որ տարբեր էր ավելի զգացողությունները, մի քիչ, չգիտեմ, ավելի շատ անսպասելի էր, ավելի այդպես կարող եմ նշեմ։ Հիմա մի քիչ այնքան է, որ շատ էի սպասում այդ մեդալին ու այնքան էի սպասում, որ այդպես մտածում էի, էլի ես անգամ չգիտեմ, մի բան չլինի, որ չստացվի, հենց այդ էր, որ այդպես պայտակ կարող ինձ խանգարել, թե չէ, այդպես մարզավիճակից վրա չէի կասկածում, որտեղ լավ մարզավիճակում էի, ու դրա համար նշեցի, որ այդ մի քիչ շատ ցանկությունը կարող է, չգիտեմ, մարզիկին դա նույնիսկ բարի լինի, որ խանգարի։ Դրա համար փորձում եմ այդ բալանսը պահեմ, իմ մեջ կարողանամ հաղթահարել այդ ամեն ինչը, որովհետև ինձ թվում է, երբ որ բարձրանում ես մրցահարթակ, պետք է դու քո մեջ կարողանաս առաջինը հաղթել, ու քո մտքերը դու քեզ, չգիտեմ, որ կարողանաս մրցակցի դել հաղթել։ Ո՞րն է այդ սահմանը, ո՞նց ես կարողանում, որ մի քիչ ես կոմ չգնա եւ տրվի հենց քեզ հաղթել։ Դա անկեղծ ասած այդ մրցման արդեն այդ փոլի մեջ, որ այդքան անցնում ես այդ ճանապարհը, հետո էլ արդեն գալիս ես այդ մրցահարթակ, ու լարվածությունը անկեղծ շատ մեծ է լինում։ Դու կարող ես, չգիտեմ, մի քանի ամիս առաջ ուրիշ ձև տրամադրվես ու գաս հասնես այդտեղ ու մի քիչ ուրիշ լինի։ Անկեղծ մի քիչ շատ է էլի այդ լարված ֆոնը։
չգիտեմ, այնց ես փորձում իմ հետ ավելի շատ այնց խոսել իմ մեջ կարողանամ այդ չգիտեմ լարվածությունը հաղթահարել, որովհետև կողքից էլ ինչքան էլ ասում են քեզ դու ինձ թվում է պետքա դու քո մեջ կարողանաս այդ ամեն ինչ հաղթահարել, որովհետև կողքի ասածները ինչքան էլ ասեն քո սրտին կարող կպնի, բայց երբ որ դու քո մեջ այդ ամեն ինչը անալիզ չանես ու իրոք սրտանց չհավատաս, ինձ թվում է չի ստացվի։ Դու խոսեցիր դժվարություններից, որոնք քո կարիերայում հաղթահարել ես, եւ ես սկսեցի հիշել օլիմպիական խաղերը։ Ուզում եմ անպայման այս թեմային անդրադառնալ։ Սլավիկ, դու անցար կիսաեզրափակիչ եւ այնպես չէ որ հա իրանցի մարզիկը ի վերջո դարձավ օլիմպիական չեմպիոն, բայց այնպես չէ որ կիսաեզրափակչում դու ինչ որ բանով զիջում էիր նրան եւ պակաս արժանի չէիր հաղթելու։ Ես անկեղծ հավատում էի եւ սպասում էի, որ դու պետք է անցնես եզրափակիչ։ Ինչը չստացվեց, ինչու դու միավորների առավելություն ստացար, հետո վերցրին այդ միավորները հետ, ինչը այնպես չգնաց այս գոտեմարտում։ Ու անկեղծ ասած օլիմպիական խաղերի մի քիչ ցավոտ թեմա է, այտենց որ ճիշտ ասեմ շատ չեմ սիրում խոսալ, բայց Ես չես էլ խոսել մինչ այս։ Հա, այտենց կասեմ, չգիտեմ, միակ երևի այտենց մրցաշարն ա եղել իմ կյանքի մեջ, որ հարցեր այտենց իմ մեջ տվել եմ, այտենց պատասխաններ չեմ գտել։ Չեմ կարող շատ կան այդ հարցերին պատասխանել, բայց ես իմ մեջ չեմ կարողացել այդ ամեն ինչը գտնել։ Օլիմպիական խաղերին էլի շատ լավ մարզավիճակում էի գտնվում։ Այնտեղ իմ մեղքներ երևի որ սկզբից միավոր բաց թողեցի, հետո որ բոլորդ էլ տեսել եք, այտենց որ կարողացա դուշը պարկասնել, ու այտենց մի քիչ մրցավարների գործոններ, որ չգիտեմ, մի մրցավարից որոշումից իմ մոտ շատ բան կարող փոխվեր, ուղղակի չգիտեմ, կարող էր արձանագրել ու կարող չարձանագրել ու չարձանագրեց, ու այդպես մի քիչ չկարողացա ճիշտ ասած դրանից հավաքվել երրորդ տեղի համար նորմալ գոտեմարտ անցկացնել, որտեղ անկեղծ այդ բանը մի քիչ շատ ցավոտ էր իմ համար այդ պարտությունը։ Երրորդ տեղի համար զգացվում էր, որ չկար այդ ցանկությունը, որը կար այս աշխարհի առաջնությունում, երբ մարզիկը ունի այդ ամենը, միանգամից զգացում է դու կարծես հանձնված էիր մտել ու ոչինչ չարեցիր, որ այդ մեդալը վերցնես, միթե չէիր ուզում գոնե ձեռնունայն չվերադառնալ, թե չէիր կարողանում։ Ճիշտ ասած, ես որ գնում էի օլիմպիական խաղեր, իմ կյանքում դա առաջի անգամ էր։ Ես միջև այդ մտածում էի, որ կարող եմ չեմպիոն էլ դառնալ, բայց հասկանում էի, որ շատ լուրջ մրցահատակ եմ գնում ու եթե գոնե կարողանամ մեդալ էլ նվաճել, էլի իմ համար կլինի բավարար ու լավ։ Չգիտեմ, այդ ժամանակ իմ համար ամեն մեդալը շատ կարևոր էր, նույնիսկ բրոնզը, ուղղակի որ այդպեսի տենց իրավիճակ ստեղծվեց ու ես այդ բանը զգացի ինձ եզրափակում ու չգիտեմ մտածեցի, որ կարող եմ նույնիսկ չեմպիոն դառնալ օլիմպիական, որտեղ մտածում եմ եզրափակում ավելի վստահ գոտեմարտ եմ, բայց որ այդպես եղավ, ոչ թե կասեմ, որ մեդալն էր իմ համար, որ անտեսեցի կամ ինչ-որ բան, ուղղակի անկեղծ ես ուզում էի ուղղակի այդ մրցաշարը վերջանալ ու չգիտեմ հետո ինչ կլիներ, այդ բանը տես չէի մտածում անկեղծ։ Ճիշտ է, հետո եկել եմ Հիմա ափսոսանք չկա, որ երրորդ տեղի համար կռիվ չտվեցի։ Անկեղծ կա, ու ափսոսանք եղել է հենց օլիմպիական խաղերից մի 2-3 ամիս հետո, ու դաժե 2 ամիս, մինչև 2 ամիսի երբ որ անցավ, այդ ժամանակում էլի չէի ափսոսում, այնց ուղղակի չէի մտածում այդ ամեն ինչի մասին, բայց հետո կա ափսոսանք ու հիմա էլ կա, մտածում եմ, որ կարող էի տրամադրվել ու այդ մեդալը հետ բերել։ Նո դրա համար էլ այս նույնիսկ այս աշխարհությունից առաջ մարզիչս հետ էլ էինք խոսում, որ էլի պարտվել էի, արդեն պետք է երրորդ տեղի համար գոտեմարտեի, ու հիշեցինք այդ բանը, որ ավելի լավ է հիմա կարողանանք այդ մեդալը վերցնել, հետո հասկանալ ինչ բաց թողեցինք ու կարողանանք այդ խնդիրները լուծել։ Ու անկեղծ շատ եմ ցավում այդ օլիմպիականի համար, տենց դաժե միջև հիմա տենց որ հիշում եմ բան, տենց որ չեմ կարող նորմալ տրամադրվեմ պարապեմ, բայց Ես թվում է դա էլ կանցնի, փորձում եմ դες շատ հետ չնայեմ։ Բայց միգուցե դա նաև խթան լինի, որ ինքդ քեզ հաղթահարես եւ սխալները դուխելով գնաս առաջ։ Այո, նույնիսկ ես փորձում եմ դրանից էլ դասեր քաղել, չգիտեմ, էլի տես մտածում երևի ուրեմն ես այդ բան արժանի չէի այդ հաղթանակին, ուրեմն այդ մարզիկով հաղթեցինք ավելի արժանի էր, չգիտեմ ճիշտ է սխալ եմ մտածում, բայց չգիտեմ կարող է տենց եմ ուզում ինձ փոփեմ,
Երևի ավելի շատ փոփում ես, որտեվ արժանի չարժանի չկա, այդ բանը ուղղակի այդպես ստացվել։ Այնպես չի, որ դու արժանի չէր, դու ես աշխատել, մարզվել ես, երկար ճանապարհ ես անցել ու ուղղակի օրն է որոշում հանգամանքները այնպես, որ դու ես արժանի։ Այո, երևի մեր Փարիզի օլիմպիական հավաքականից մենք էլ ամենաշատը հենց ցավում էինք հենց քեզ այդ մեդալի կորստի համար։ Այս պահը, այսինքն դեռ չես կարողացել բաց թողնես, այդ դրվագը քեզ տանջում է, քեզ հետ է, հա, օլիմպիական։ Լինում է, չեմ ստի ասեմ, որ չի լինում։ Լինում է, որտես մտածել եմ, որ կարող ամբողջ կյանքում լինի, բայց դե փորձում դրա հետ համատեղ քայլել առաջ, որպեսզի գոնե ինչի որ պետք է հասնեմ, չգիտեմ, մնացած կարիերայիս ընթացքում կարողանամ այս օլիմպիականի պատճառով մնացածն բաց չթողեմ, որովհետև իմ համար կարևոր է, եթե այդպես կարևոր չլիներ, հաստատ օլիմպիական այդ խաղերից հետո կարող էի ավարտել, չգիտեմ, ինձանից կամ ինչ-որ մեկից նեղացած, բայց չգիտեմ, փորձում կարող է մյուս օլիմպիական խաղերին ստացվի։ Այդ դեպքում մի այսպեսի հարց տամ, Սլավիկ, ճիշտ եմ հասկանում քո պատասխանից ելնելով, որ նաև այս պարտությունը բխեցրեց Եվրոպայի առաջնությունում անհաջող ելույթիդ։ Այս տարվա Եվրոպայի առաջնությունում։ Ճիշտ ասած, մի քիչ այդպես մտքեր կար ու անկեղծ օլիմպիական խաղերից հետո այդպես մի 2-3 ամիսներ չէի ուզում պարապել ու անկեղծ չեմ էլ պարապել, չեմ մարզվել։ Ու ցանկությունը չկար, հետո այդպես քիչ հասկացա, որ այսպես էլ չի լինի։ Նու հաստատ խանգարեց Եվրոպայի առաջնությանը, բայց երևի ավելի շատ պետք է չմտածեմ այդ խանգարելու մասին, որովհետև այդպես խանգարելով կանա շատ մեդալներ բաց թողեմ ու հետո էլի արդեն ափսոսամ են մնացածի համար, որ այդպես ես էլի այդպես մտածում եմ, հասկանում եմ, որ պետք է ինչքան հնարավոր շուտ կարողանամ դա բաց թողել, ճիշտ է դժվար է, բայց ու փորձում եմ, ինձ թվում է այս մեդալին սկոկնի այդ ավելի շուտ բաց թողել։ Դու ասացիր, որ կիսաեզրափակչում պարտվելուց հետո ուզում էր այդ օլիմպիական խաղերը հնարավորինս շուտ ավարտվեն։ Երբ որ իսկապես ավարտվեցին, ինչ էր քեզ հետ կատարվում։ Մինչև Հայաստան հասնելը դրանից հետո մի քանի ամիս ասացիր, որ ծանր ժամանակաշրջան է եղել։ Ոնց էր հաղթահարում, ով էր օգնում։ Միշտ ընկերներս, հարազատներս մարզիչը իմ կողքին են եղել, չգիտեմ, տեսել են այդ ամեն ինչը։ Ընկերներս այդպես շատ էին գալի, ասում գնանք պարապենք, այս կողմենք, այդպես։ Իսկ դու տանն էիր, հա։ Նու ավելի շատ մի քիչ այդպես որ ճիշտ ասեմ, մի քիչ մեկուսացել էի։ Նու ավելի շատ սպորտի հետ կապված այդպես բաներ չի ուզում անել, որ ճիշտ ասեմ։ Հետո այդպես մի քիչ իմ կյանքի այդպես եղել է պարտություններ, որ հետո դե մարզի կյանքում այնպես է, որ թեկուզ պարտություն կամ հաղթանակ, դրանից հետո ուզում ես մի որոշ ժամանակ, չգիտեմ, մեկ շաբաթ կամ 10 օր հանգստանալ, որպեսզի կարողանաս նորից սկսել մարզումներդ։ Այդ ընթացքը իմ մոտ նենց էր, որ շատ երկար տևեց, որովհետև կյանքումս չէր եղել այդպիսի երկար բաց թողում։ Ինձ նենց է զգում, որ կյանքում չեմ պարապել այդ զգացողությունները եկել մոտ, հա։ Հետո բայց հասկացա, որ մեկը դες մեջը զգում եմ, որ մեկը ինչ է լինի շարունակելու եմ ու դրա համար ավելի լավ է շուտ սկսեմ, եթե չեմ շարունակել, ավելի լավ է հիմա որոշեմ շարունակել, բայց ես գիտեի մեջս որ շարունակել եմ ու դրա համար սկսեցի իմ 2-3 ամիս տևեց, բայց հասկացա երևի որ պետք է սկսեմ ու դրա համար սկսեցի արդեն մարզվել։ Այսինքն ստիպեցիր որոշ առումով գնացիր ու հետո գնաց, հա, ընթացքը շարունակվեց։ Հա, որ սկսել եմ պարապել, արդեն տենց չի եղել, տենց արդեն ոնց որ մտել էի հունի մեջ ու արդեն մրցումներ եղավ, տենց մի քիչ հավաքներ եղավ ու տենց քիչ-քիչ մտա հունի մեջ ու սկսեցի արդեն մարզվել։ Դրանից հետո տենց բաց թողում չի եղել, էլի որ ասեմ պարապել եմ, հետո մարզվել եմ, էլի բաց եմ թողել եմ մարզվել։ Չէ, այդ մի 2-3 ամիսն է եղել ու դրանից հետո նորից մարզվել եմ։ Ու այս բրոնզե մեդալը հաստատ եկավ ապացուցելու, որ պետք է փակելն է ամեն դեպքում մի կողմ թողնել ու վերջ եղել ավարտվել է, հիմա պետք է գնաց դեպի նոր նպատակներ, մանավանդ արդեն մյուս օլիմպիական մրցափուլն է սկսում։ Այո, ես մտածում եմ, որ պետք չի էլի, նու էլի մեդալից հետո էլի այդ մտքերը եկել այն մոտ, անկեղծ ու այնպես միշտ լինում է, բայց փորձում եմ ու ինձ թվում է եւ հիմա մի քիչ մեդալից հետո կարող ավելի հանգստացել այն մոտ այդ ամեն ինչը։ Փորձում եմ հետ չնայեմ, չգիտեմ, մտածում եմ չեմ մասնակցել կամ իրոք, չգիտեմ, ավելի ուրիշ, չգիտեմ, թույլ եմ եղել, պարտվել եմ։
Դրա համար ինձ թվում է ժամանակի ընթացքում կանցնի ամեն բան։ Արդեն անցել է, բայց մի քիչ ավելի մնացել է, բայց դա կանցնի։ Իսկ մեն նաև այս խոսակցությունը քո մեջից դու հանեցիր, արտահայտեցիր, կիսվեցիր նաև քո երկրպագուների մարդկանց հետ թող սա էլ օգնի, որ ասում են, չէ, պետք է խոսես, որ հանգստանաս։ Բաց ջրին պատմել, դու մեզ պատմեցիր։ Բաց դոնենք մենք։ Ու ամենակարևորը այն է զրույցների, որ մենք անգամ չենք պատկերացնում, մենք դե պատկերացնում ենք ինչ որ առումով, դες այդ ավելի շատ ենք շփվում, որ մարդիկ թե ինչերի միջով է կանցնում, որ ամեն հաջողության հետևում որքան անհաջողություններ ու ծանր օրեր են, եւ առաջին հերթին ֆիզիկականը մի կողմ դրած հոգեբանական ինչ բարդ իրավիճակներում եք հայտնվում ու շնորհակալ ենք, որ կիսվում եք այդ պատմություններով, դեռ մարդկանց էլ կարող են օգնել ծանր իրավիճակներում միշտ ելք կամ դու էլ ես ցույց տալիս ու բոլոր մարզիկներն էլ ունենում են նման փուլեր իրենց կյանքում։ Այո, այդ հոգեբանականը ինձ թվում է սպոր вообще ընդհանրապես մարզիկի կյանքում շատ կարևոր է։ Չգիտեմ, ինչքան էլ մարզվես, ուժեղ լինես, եթե հոգեբանորեն պատրաստ չլինես, կարող է շատ տեղեր չստացվի, որովհետև ինձ թվում է 50% հոգեբանությամբ պետք է պատրաստնես, եթե ոչ ավել, որտեղ լիքը մարզիկներ կան, որ իրանք անկեղծ շատ ուժեղ են մարզումների ժամանակ, չգիտեմ, մի քիչ ավելի ոչ լարված մրցաշարերի ժամանակ, բայց երբ որ լինում է պատասխանատու արդեն մրցաշարեր, նրանք լրիվ ուրիշ ձև են գոտե մարտում, կարծես իրենք այդ ուժը չունեն, ինձ թվում է դա հոգեբանությունից է գալի։ Եվ ճնշմանը դիմանալու այդ հատկությունը բոլորը չի որ կարողանում են դիմանալ։ Շատ, չգիտեմ, պետք է ասենց բարերով չեմ կարող ուղղակի բացատրեմ, որ երևի կհասկանան մարդիկ, ովքեր դրա մեջով անցնում են, որովհետև ինչքան ասում են, դե հա լարված է բան, բայց այդ բանին դու, չգիտեմ, նու համենայն դեպս իմ համար դու չես ուզում այդ լարվածությունը տանում է քեզ այնքանով, որ դու մտածում ես, որ ամեն ինչ արել ես այդ հաղթանակիդ համար, մարզվել ես ու չգիտեմ, կոպիտ ասած 12 ամիս մարզվել ես այդ օրվա համար ու հենց այդ օրը բավարար այդ մեկ օրը չստացվի, դու պետք է նորից սկսես մարզվել ու չգիտես մյուսին կստացվի թե չէ ու այդ էլ է քեզ մի քիչ լարվածության մեջ է գցում, մանավանդ որ դու գիտես քո մրցակիցներն էլ նրանք էլ նույնպես ուղղակի հա ու այնց թույլ մարզիկները չեն, մանավանդ Եվրոպայի աշխարհաշրջություններում, օլիմպիական խաղերում, այդ եւս մեկ անգամ քեզ լարվածության մեջ է դնում։ Դրա պետք է ոնց նշեցի հոգեբանորեն պատրաստ լինես, շատ այդ բան չմտածես այդ ամեն ինչի մասին, ինձ թվում է դու պետք է միջև այդ կարողանաս դրանք հաղթարած լինես, որ այդ ժամանակ երբ այդ մտքերը գա քո մեջ, կարողանաս ճիշտ կառավարել։ Ինձ թվում է երբ որ ստացվում է հոգեբանորեն պատրաստ ես լինում, էլի չեմ մտածում որ հոգեբանորեն պատրաստ չլինես ու ստացվի, ամենայն դեպս իմ մոտ այնց շատ եղավ ու ես զգացել եմ այդ հոգեբանական պատրաստ լինելու մեր սպորտսմեններին, մարզիկներին, լավ հոգեբաններ, սպորտային հոգեբաններ ամենակարևորը շատ են պետք։ Այս թեմայից շատ ենք խոսել։ Հիմա Սլավիկ աշխարհի առաջնությունն ավարտվեց, մինչև տարեվերջ ինչ ունես անելու եւ արդեն հաջորդ տարվա ծրագրերդ որոնք են։ Մինչև տարվա վերջ ինձ թվում է մրցաշարեր չեն լինի, Հայաստանի առաջնություն կլինի, բայց մի քիչ վնասված կունեմ, կապակինվեմ, չգիտեմ, մարզիչները եթե ճիշտ գտնեմ պետք է գոտեմ մրցեմ Հայաստանի առաջնությունը կմրցեմ, եթե ոչ, չգիտեմ, կբուժվեմ, հետագան այդպես մարզիչները կասեն էլի ինչ պետք է անեմ, այս բան անկեղծ չգիտեմ, ինչ մրցաշարեր, ինչ հավաքներ կա, 23 տարեկաններ ունեն աշխարհի առաջնություն, չգիտեմ, կարող այդ հավաքներին գնանք տղաներին օգնենք կամ մասնակցենք, բայց այս բանը որ ասեմ հստակ չէ, հստակ կասեմ միայն երևի եկող տարվա արդեն Եվրոպայի առաջնությունից կսկսենք։ Նոր օլիմպիական ցիկլը կսկսենք։ Դե արդեն սկսել ենք գնանք դեպի օլիմպիական խաղեր։ Այս արդեն կարծես անցած տարի էր, բայց դա ինձ թվում է հեսա գալի շուտ կգա։ Արագ են հասնում տարիները։ Ես շատ մեծ բավականություն ստացա այս զրույցից, որովհետև բացի այդ հաղթանակները ու պարտությունները նաև հաճելի է լսել, որ մարդիկ խոստովանում են իրենց այդ խնդիրները, որոնց հետ բախվել են, հաղթարել են։ Ես մաղթում եմ, որ դու ամեն ինչ անցյալում թողնես եւ իսկապես մյուս տարի պատրաստես օլիմպիական խաղերին, որովհետև դու ասելիք ունես։ Մենք էլ սպասում ենք անպայման, գիտենք, որ կարող ես։ Մերսի շատ։
կփորձեմ, ես էլ ամեն ինչ անում եմ դրա համար։ Չգիտեմ, ինձ թվում է Լոս Անջելեսում ամեն ինչ ուրիշ ձև կլինի։ Աստված տա։ Այսպիսին էր այսօրվա Օլիմպոսը, շնորհակալ ենք, որ ակտիվ եք, հետևում եք մեզ սոցկայքերում, YouTube-ում, Instagram-ում, Facebook-ում եւ TikTok-ում։ Կհանդիպենք։